Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Երևանում մեկնարկել է Օրբելի ֆորում, կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի գործակցություն խորագիրը կրող ամենամյա միջազգային համաժողովը։ Քննարկման առանցքում Հարավային Կովկասի տարածաշրջանացումն է, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, հաղորդակցության եւ առևտրային ուղիների ապաշրջափակումը։ Հայաստանի վարչապետների ելույթում վերահաստատել է տարածաշրջանի ապաշրջափակումը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Իրանին, Վրաստանին, Թուրքիային, Ռուսաստանին եւ Կենտրոնական Ասիայի երկրներին։ Երկօրյա համաժողովին մասնակցում են պաշտոնյաներ, դիվանագետներ, փորձագետներ աշխարհի 17 երկրից։ Մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե պատմություն ստեղծող։ Վերջին 2 տարիները ցույց են տալիս, որ մենք ուզում ենք լինել պատմություն ստեղծողներ։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի գործակցություն խորագիրը կրող համաժողովին։ Փաշինյանն ընդգծեց, մեր հաջողությունների պատմությունը սկսվեց 2024 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթացը Տավուշի մարզում։ Իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ, սահմանազատված կիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ եւ անկեղծ ասեմ, հետագայում մենք նաեւ որոշակի մոնիտորինգ ենք անում մարդկանց տպավորությունների եւ արձագանքի վերաբերյալ։ Ես առայժմ չունեմ որևէ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս, եւ սա շատ կարևոր հաջողության պատմություն է, որը ունեցավ շարունակություն։ Վարչապետի դիտարկմամբ այս ճանապարհին հաջողության առանցքային պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր, նաև նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, եւ այդպիսով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին շրջանում արձանագրված հաջողության պատմություններն ընդգծելով հաստատվել է խաղաղություն։ Սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որով երկու երկրները ըստ էության արձանագրում է, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է, ասաց Հայաստանի ղեկավարն ու հավելեց. Հետևաբար, այս դրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում եւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք։ Նա նաև հավելեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի օրակարգը համարում է վնասակար խաղաղության համար, որովհետև դա նշանակում է վերադառնալ հակամարտության նախկին պարամետրերին։ Փաշինյանի համոզմամբ պետք է պատմության հետ զգույշ լինել, քանի որ կան քաղաքական առաջնորդներ, որոնք պատմության լեգիտիմ հիմնակետը համարում են այն ժամանակահատվածը, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունները բնորոշվում են կիրովականներով ու կիրովաբադներով, լենինականներով ու լենինաբադներով եւ այլն։ Նա ասաց,
եթե հույները սկսեն մակեդոնացուն հիշել, մենք ուր կհասնենք։ Վարչապետի ելույթի այս հատվածն անուղղակի պատասխանն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախորդին հնչեցրած հայտարարության, ըստ որի քարտեզի վրա չկա Սևանալիչ, կա Գոյչը։ Փաշինյանը խոսեց նաև հաղորդակցուղիների ապաշրջափակման մասին, նշելով, որ ներկայում քաղաքական մակարդակում Հայաստանը խնդիր չունի նաև Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև երկաթուղային կապ ապահովելու հետ։ Երկաթուղին կառուցելու շուրջ բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Երևանը պատրաստ է հենց այսօր ապահովել Թուրքիայից մարգարայով ու խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։ Առհասարակ Փաշինյանը կարևոր է համարում խաղաղության խաչմերուկ, մեկ գոտի, մեկ ճանապարհ, նաև թրիփ նախագծերը, որոնք լրացնում են մեկը մյուսին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանը եւս հավատում է, որ խաղաղությունը չունի այլընտրանք ու ոչ միայն նպատակ է, այլև կայուն զարգացման նախապայման։ Առաջնորդվելով այս համոզմունքով Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան համաձայնությունները բոլորովին նոր միջավայր են ստեղծել Հարավային Կովկասում։ Այո, մենք երբեմն շարունակում ենք լսել պայմանավորվածություններին ոչ այնքան հարիր հայտարարություններ, սակայն պետք է արձանագրենք, որ նախկինին բնորոշ անվստահության ու տագնապի վերաբերյալ խոսույթները վերափոխվել են երկխոսության ծավալման, համագործակցության սկզբունքների հարգմամբ ապագայի պլաններ գծելու եւ քննարկելու խորագրերով։ Երևանում անցկացվող Օրբելի կենտրոնի կազմակերպած ֆորումին մասնակցում են նաև ադրբեջանցի փորձագետներ, որոնցից լրագրողները փորձեցին պարզել, թե օգոստոսի 8-ի հայտարարության Ադրբեջան-Նախիջևան անխոչնդոտ անցում ապահովելու վերաբերյալ կետը ինչպես է հասկանում ադրբեջանական կողմը, եւ արդյոք դա չի նշանակում, որ հայ մաքսավորներ չպետք է լինեն ճանապարհին։ Նրանք նշեցին. Ես կարծում եմ, անխոչնդոտ հասանելիություն Միացյալ Նահանգները պետք է ապահովի, քանի որ ստանձնել է Հայաստանին կազմակերպչական հարցերում օգնելու պատասխանատվությունը։ Ժամանակի ընթացքում կտեսնենք, թե գործնականում ինչ է այն ենթադրում, էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե ինչ-որ այլ մեխանիզմ։ Ինչ վերաբերում է թրիփ նախագծին կամ Զանգեզուրի միջանցքին, ես կարծում եմ վերջինն ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար, դա չի վերաբերում թրիփին։ Ադրբեջանն այլ կերպ է ընկալում նաև միջանցքի եզրույթը, Հայաստանն այլ։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի Բաքվի խոսույթին, պետք է հասկանալ, որ Ադրբեջանում ահռելի մեծ համայնք կա, որը ժամանակին ապրել է Հայաստանում։ Նրանք ենթաէթնիկ խումբ են, ունեն իրենց ծեսերը, պարերը, արհամարել այդ համայնքի գոյությունը սխալ կլինի։ Իմ կարծիքով ժողովուրդների միջև շփման ընթացքում պետք է փորձենք այդ համայնքի անդամներին եւս ներգրավել, որպեսզի ի վերջո որոշակի հաղորդակցություն ձևավորվի։ Մենք կարող ենք կռվել, վիճել, բայց պետք է հաշվի առնենք միմյանց դիրքորոշումը։ Հարկ է նկատել, որ Օրբելի ֆորում 2025 համաժողովի անցկացման նպատակը տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումն է, հաղորդակցուղիների եւ ենթակառուցվածքների զարգացման խթանումը, նաեւ նոր գործակցության ձևավորումը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ամռանը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Երևանում 2026-ի գարնանակայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին եւս Նիկոլ Փաշինյանն ասել է Օրբելի ֆորումի ժամանակ, հույս հայտնելով, որ Ռեջեփ Էրդողանը կընդունի այդ հրավերը։ Էրդողանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Երևանյան հավաքին հրավիրելու մասին մի քանի օր առաջ արտգործնախարար Միրզոյանն էր հայտարարել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այնուհետև հայտարարել որ Երևանն ակնկալում է, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները հաջորդ տարի կժամանեն Հայաստան մասնակցելու գագաթնաժողովին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հնարավոր չէր համարել Իլհամ Ալիևի այցի Երևան, քանի դեռ չի ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Իդեպ սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակներս փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան, հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ելույթ ունենալով Բրյուսելի Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության խաղաղության խաչմերուկ կոնֆերանսին նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 21-ից 22-ն առաջին անգամ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն է այցելել Հայաստան մասնակցելու երկկողմ կլոր սեղան քննարկման։ Այսպիսի այցելությունները եւ փոխանակումները կնպաստեն փոխվստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, նշել է ԱԽ քարտուղարը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանձնարարությամբ այսօր հացահատիկով բեռնված առաջին գնացքն Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի փոխադրվում է ռուսական ցորեն։ Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բաքսազերծվել և Հայաստանի դալարիկ կայարան է ուղարկվել հացահատիկի 15 վագոն ընդհանուր մոտ 1050 տոննա քաշով։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարցը և Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։ Անդրադառնանք այլ թեմաների, այսօր շարունակվել են բյուջետային քննարկումները գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի նախարարության, երիտասարդության և սպորտի ֆինանսավորման և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել են գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով ոլորտային հատկացումները։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է դպրոցաշինության ծրագրի ընթացքը։ Նախարարը նշել է, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահագործման պատրաստ կլինի 308 դպրոց, որոնցից 139 նոր կառուցված, իսկ 169 կապիտալ նորոգված։ Անդրեասյանի խոսքով դպրոցաշինության ընդհանուր ծրագրի բյուջեն կազմում է 385 միլիարդ դրամ, որից արդեն իրացվել է 155 միլիարդ դրամը։ Նախարարը մանրամասներ է նաև դպրոցների հագեցում, արդիական, բնագիտական և տեղեկատվական լաբորատորիաներով ծրագիրը, նշել, որ այսօր դպրոցների շուրջ 60%-ն ունեն անհրաժեշտ լաբորատորիաներ։ Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաք ծրագրին, ապա Անդրեասյանը նշել է, որ դրա իրականացումն արդեն գործնական փուլում է։ Հայաստանի մոտ 3 տասնյակ դպրոցներում արդեն ուսուցանում են տարածաշրջանային լեզուներ՝ թուրքերեն, վրացերեն, պարսկերեն և ադրբեջաներեն։ Այս մասին լրագրողների զրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, հետաքրքրությունը մեծ է հատկապես թուրքերենի նկատմամբ, սակայն մասնագետների պակասը դժվարություններ է առաջացնում։ Լեզուների իմացությունը մեր տարածաշրջանում ապրելու և հարևաններին ճանաչելու կարևոր պայման է, ընդգծել է Անդրեասյանը շարունակելով։ Ավելի ակտիվ է իհարկե պարսկերենը, որտեղ կան ավելի մեծ հնարավորություններ, նաև դեսպանատան հետ համատեղ աշխատանք կա և դեսպանատունն էլ աջակցում է, թվում պարսկերենի իմացությունը բարելավելու։ Վրացերենով ունենք 3 դպրոցներ, ադրբեջաներենով ունենք 3 դպրոցներ և ես միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն, որտեղ մենք ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաև միջոց է ճանաչել մեր տարածաշրջանը ու ես կարծում եմ, որ շատ կարևոր է այդ գիտելիքը տարածել, որպեսզի մենք խոսելիս նաև հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Այսօր ժամը 15-ին Տեր Տարոն Քահանան հրավիրվել էր Մարիաթոր Սուրբ Էջմիածին հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Քահանայի պնդմամբ իրեն կանչել են Հովանավանքում Տերարամի մատուցած պատարագին մասնակցելու համար։ Նա ներկայացել էր Մարիաթոր, սակայն հրաժարվել էր մասնակցել կարգապահական հանձնախմբի հրավիրած նիստին, որն է եղել հանդիպումից հրաժարվելու պատճառը։ Տեր Տարոն Քահանա Հունանյանը հրաժարվել է մասնակցել կարգապահական հանձնախմբի նիստին կազմի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով։ Մինչև նիստին ներկայանալը նա արդեն լրագրողներին հայտնել էր, որ մասնակցությունը պայմանավորված է նրանով, թե ովքեր կլինեն քննող հանձնախմբում։ Եթե հանձնախմբում լինեն մարդիկ, որոնց իսկ անձը, կերպարը, իրենց գործողությունները, իրենց մասին վերջին ժամանակներում համացանցում տարածված ինֆորմացիաները եւ այլն շոկ են ենթարկել հանրությանը, ապա ես այդ մարդկանց հետ թե իմ անձնական, թե իմ ծառայական, թե քրիստոնեական, թե բարոյական որևէ հարցեր քննարկելու։ Իսկ դուք չեք քննարկելու, ներից չեք մասնակցելու։ Քննարկելու բան չունեմ։ Այս հայտարարությունից հետո Տեր Տարոնը մտավ Մայրաթոր, սակայն կարճ ժամանակ անց վերադարձավ եւ հայտարարեց. Եկա, որպեսզի ներկայանամ կարգապահական հանձնախմբին, եկա եւ ներկայացա կարգապահական հանձնախմբին, ինձանից պահանջվեց հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, քանզի իմ անձնական տարածքն է, իմ անձնական ինֆորմացիան է հեռախոսում, ես առաջարկեցի հեռախոսը անջատել, իրենց իսկ ներկայությամբ իրենք պնդեցին, որպեսզի քանի որ բոլորը առանց հեռախոս են, ես էլ լինեմ առանց հեռախոսի։ Ես ուրեմն արդեն սենյակում էի եւ տեսա, որ ովքեր են նստած հանձնախմբում, մինչեւ հանձնախմբի պահանջը կատարել է հեռախոսը հանձնելը, ես խնդրեցի հարցի իրավունք եւ հարց տվեցի, որ այս ներկա անդամներն են իմ հարցը քննելու
պատասխանվեց ինձ, որ այո, ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում, տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները, եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Տեր Տարոնը հրաժարվել է նշել այն հոգևորականների անունները, որոնք պետք է մասնակցեին նիստին։ Ավելի վաղ քահանան Facebook-ի իր էջում հայտնել էր, որ կանչվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Տեր Տարոնի հարցը քննարկման առարկա է դարձել այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ նա ինքնակամ լքել է իր ծառայության վայրը եւ հովանավանքում մասնակցել կարգալույց հոգևորականի կողմից իրականացված պատարագին։ Տեր Տարոնը նշել է, որ ներկայում գտնվում է անժամկետ արձակուրդում։ Ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բագրատ Սրբազանից անժամկետ։ Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Տեր Տարոնն անդրադառնալով Տեր Արամի մատուցած պատարագին մասնակցությանը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե հովանավանք է գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակվում ենք միասին մի քանի տարիներ ճեմարանում, սենյակակից ենք եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում իրար հետ, վաղուց են իրար հետ մշակում երկար ժամանակներ եւ ես Տեր Արամին մոտ գալու նրանից նրա խնդիրը լսելու, չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որ ես իմ ընկերոջ հետ ինչ որ բան խոսեմ կամ որևէ տեղ, որևէ արտակում նրան հաջակցեմ կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ժողովրդին։ Սրա համար կարիք կա, որ ինձ որևէ մեկը հրավիրի։ Քահանան եւս մեկ անգամ նշել է, որ իրեն կարգապահական նիստի են հրավիրել ոչ թե արձակուրդում գտնվելու, այլև հովանավանքում պատարագին մասնակցելու համար, շեշտելով. Գիտեք ինչ, եթե ինձ հիշում են հովանավանքի դեպքերից հետո, դա արդեն իսկ լավ չի։ Այսինքն ինչու մինչև այսօր ես չեմ կանչվել, հենց հովանավանքի դեպքեր եղան կամ երբ իմ հրապարակումը եղավ համացանցով, երբ որ ես սկսեցի խոսել, մարդիկ սկսեցին ինձ փնտրել։ Լրագրողները Տեր Տարոնից հետաքրքրվեցին, թե արդյոք կմիանա կաթողիկոսի հեռանալու պահանջին։ Նա նշել է, որ հայկական եկեղեցուց պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր հոգևոր չեն։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանը պնդում է, թե էլ ավելի է սեղմել ուկրաինական ուժերի շրջափակումը ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքում, որը փորձում են գրավել ավելի քան 1 տարի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությամբ իր զինվորները եւս 35 շենք են վերցրել վերահսկողության տակ, նաեւ շրջափակման մեջ առել ուկրաինացիներին Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մոտ։ Իսկ Կիևը հերքում է, որ իր զորքերը երկու քաղաքներում հայտնվել են շրջափակման մեջ։ Deep State ուկրաինական նախագիծը սակայն հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա հաղորդում է, որ ռուսական ուժերն ավելի են խորացել Պոկրովսկում։ Միջազգային լուրերը դիտեք տեսաշարով։
Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։